Բարի երեկո։ Առաջին ալիքի եթերում կերպարանափոխության ժամն է։ Տարիներ շարունակ նա իր ամբողջ ժամանակը տրամադրել է ընտանեկան բիզնեսի զարգացմանը։ Լուսինեն վարպետորեն տիրապետում է հրուշակագործությանը եւ համերի արվեստին։ Սակայն աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չի հասցնում բացահայտել իր սեփական ոճի առանձնահատկությունները։ Այդ իսկ պատճառով որոշել է դիմել կերպարանափոխությանը եւ ներկայանալ նոր ու այլ ոճով։ Ողջույն Լուսինե։ Ողջույն Լուսինե։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Ուզում եմ մի փոքր պատմես քո առօրյայի մասին։ Օրը սկսվում է վաղ առավոտից, գույների, համերի բազմազանության մեջ ու անընդհատ վազքի մեջ, մինչև վերջանում է օրս։ Զբաղված ես միայն աշխատանքով, թե նաև երեխաների նույն խնամքը, դպրոցը, համալսարանը, այս պահին միայն աշխատանքն է։ Որը սկսվում է վաղ առավոտից մինչ երեկո։ Մինչ երեկո եմ։ Լուսինե, աշխատավայրում հիմնականում կրում ես խոհարարի հագուստ եւ հետաքրքիր է ինչպիսին է քո առօրյա ոճը։ Ծանրաբեռնվածության պատճառով, որ արդեն զգում եմ հոգնածություն արտացոլում է դեմքիս վրա, հագուստ եմ փոխում, ազերս եմ մի քիչ հարդարում, որ մի քիչ ինձ կին զգամ, բայց հիմնականում հագնում եմ ջինսետապատներ ու գծավոր շապիկներ վերջ։ Ուզում եմ հասկանալ, թե երբվանից ես այսպես գեր զբաղված եւ գեր ծանրաբեռնված։ Արդեն 20 տարի։ Դա ահռելի մեծ երկար ժամանակ է, կարող եմ ասել։ Իսկ ինչպես են ընտանիքի անդամները քեզ ոգևորում, փորձում օգնել։ Հիմնականում աղջիկներս են տան այդ գործերով իրենք են զբաղվում, ես արդեն որպես միայն աշխատող հրուշակագործ աշխատանքիս մեջ եմ ինձ լրիվ նվիրել։ Լուսինե, միայն գեր ծանրաբեռնվածության պատճառով է, որ չես փոփոխում ոճը, թե նաև վախենում ես այդ փոփոխություններից։ Ճիշտն ասած, այդքան չեմ վախենում, ինչքան ցանկությունը կա, պարզապես չեմ կարողանում գտնեմ իմ ոճը։ Չգիտեմ այդ որ ճանապարհով եմ անցնում, որ հասնեմ իմ ոճին, սկզբում փորձում եմ նմանվել որ մեկին ակուստին, հետո որոշեցի, որ չէ, ամենաճիշտ պահը, երբ որ ինքդ քեզ գտնելն է ու ինքդ քեզ սիրելն է, բայց ձեր հաղորդման շրջանակներում ինձ այնքան գովասանքի խոսքեր ասացին, այնքան գովասանքի խոսքեր լսեցի, որ ես այդ պահին հասկացա, որ կնոջ գեղեցկությունը կայանում է ներքին իր զգացողության մեջ, երբ որ ինքը սկսի ինքն իրեն սիրել, արդեն կգտնի իր ոճը եւ նաեւ ժամանակը։ Եվ ժամանակը, այո։ Ես կարծում եմ, որ դուք գտել եք այդ ժամանակը, միայն այսօր կարողանամ գամ այստեղ, արդեն դա ժամանակից դա ինքնախնամքի եւ ինքդ քեզ սիրելու ճանապարհի այդ ինքդ քեզ սիրելու ճանապարհն է, այո։ Իսկ ինչպես որոշեցիր, որ պետք է գալ եւ մասնակցել այլ ոճով հաղորդմանը։ Ճիշտն ասած, աղջիկս է գրանցել, ես ինքս ասես մամ ուզում եմ քեզ կերպարանափոխված տեսնեմ այս հաղորդման շրջանակներում։ Քանի որ 20 տարի շարունակ ես քեզ տեսել եմ նույն ոճով։ Ես համաձայնվեցի ու չպատկերացրեցի, որ զանգը կստանամ, ճիշտն ասած։ Մի խոսքով ընտանիքի անդամները քո կողքին են։ Իսկ միասին ինչ որ ձև մի փոքր պատկերացում կազմել եք, թե հաղորդման վերջում ինչպիսի ոճով մայրիկը կներկայանա։ Ես հիմնականում սիրում եմ կանացի էլեգանտ ոճը, դա ու մտածում եմ, որ հենց այդ ոճն էլ երևի կլինի։ Եվ անպայման ուզում եմ նշել, որ Լուսինեն ոչ միայն բազմազավակ մայր է, այլ նաև արդեն շատ երիտասարդ տատիկ։ Շնորհակալ եմ։ Եվ այս կերպարանափոխության ընթացքում Լուսինե, մասնագետների հետ աշխատելիս կան բաներ, որոնք որ կբացառեք ակուստի ոճի ընտրության հարցում։ Ավելի շատ բաց հագուստ չեմ կարող հագնել, ավելի վառ երանգներով դա չեմ կարող սիրեմ, պարզապես սիրում եմ ավելի կանացի։ Դա անպայման կպատմես մեր ոճաբանին, Կարինեին, թե ինչն ես սիրում եւ ինչն ես բացառում, իսկ վարսերի հետ կապված, եթե ոճաբան Վարսահարդարը օրինակ խորհուրդ տա բաց երանգի մեջ վարսերը լինեն։ Կհամաձայնվեք։ Սիրով կհամաձայնվեմ, եթե ոճաբանս կա, որ դա իմ դեմքին համապատասխան է, որտեղ լիովին վստահում եմ ձեր հաղորդման շրջանակներում կատարված ամեն մի փոփոխության։ Սա շատ կարևոր է եւ ի վերջո արդյունքը լինելու է հրաշալի, համոզված եմ։ Ես էլ եմ համոզված։ Ես կարծում եմ մենք պատրաստ ենք անցնել հաջորդ փուլի։ Այո։
Ես Լուսինեի աղջիկն եմ, մայրիկը ավելի պարզ, բայց էլեգանտ ոճի մեջ է միշտ ներկայանում։ Աշխատանքի բերումով հիմնականում համազգեստով է լինում, բայց առօրյայում ավելի հանգիստ գույներով հագուստ է նախընտրում, բայց ցանկանում ենք, որ նա ավելի թարմ եւ նորաոճ տեսքով ներկայանա, որպեսզի իր ինքնավստահությունն էլ ավելի ամրապնդվի։ Քանի որ մայրիկը շատ զբաղված է եւ չի հասցնում գնումներ կատարել, փորձում ենք նրան օգնել գնումների հարցում, նրա համար հագուստներ ընտրելով։ Մայրիկը ցանկացած ոճով մեզ համար շատ գեղեցիկ է եւ ներկայանալի, բայց հաղորդմանը մասնակցելը կարծում եմ նրա համար հիանալի փորձառություն կլինի մասնագետների հետ շփվելու եւ ավելի պրոֆեսիոնալ լուծում գտնելու համար։ Լուսինեն իր կերպարին եւ ոճին հատուկ ուշադրություն է դարձնում կարևոր առիթներին, իսկ առօրյայում իրեն համապատասխան համանդրություններ դժվարանում է գտնել։ Նորովի ներկայանալ Լուսինեին այսօր կօգնեն ոճաբան Կարինե Համիդյանը, ոճաբան վարսահարդար Գայա Հայրապետյանը եւ դիմահարդար Սոնա Կարապետյանը։ Բարի երեկո։ Ես ձեզ ուզում եմ փոխանցել Լուսինեի լուսանկարները, որպեսզի դուք ավելի մոտիկից ծանոթանաք թե նրա կերպարին, թե նրա ոճին եւ միասին քննարկենք ինչպես պետք է հաղորդման վերջում ներկայանա Լուսինեն։ Ես սկսենք Կարինե հենց քեզանից։ Լուսինեի լուսանկարները նայելով, կարծում եմ նա բավականին ոճի զգացում ունի, եթե անկեղծ, այստեղ տեսնում եմ շատ գեղեցիկ ձևվածքով կոստյում, որակյալ կտորով կոստյում, ջինսի համադրություններ, որը բավականին գեղեցիկ է, կարծում եմ համապատասխան իր կազմվածքին։ Այստեղ մի փոքր ես ավելի դասական լուծումներ կփորձեմ հաղորդել իր կերպարին, իրեն ավելի երեկոյան եւ ավելի ներկայանալի տեսք հաղորդելու համար, քանի որ նա հաճախ է մասնակցում հրաշագործության մրցույթների եւ պետք է ստանանք կերպար, որը կպատմի իր մասին եւ իր շատ հմուտ ձեռքերի մասին։ Նոր կերպար ստեղծելիս Կարինե պետք է նաեւ հաշվի առնել, որ Լուսինեն շատ է ուզում ընդգծել իր հասակը։ Մենք իր հասակային պայման ընդգծելու ենք, ընդգծելով նաև գոտկատեղը, ուսերը, ավելի երկար սիլուետով հագուստ են պատկերացնում իր հակը, որը էլ ավելի կընդգծի իր հասակը եւ կարծում եմ կգեղեցկացնի իրեն։ Գայա Լուսինեն ունեցել է շիկահեր մազեր, իսկ հիմա տեսնում ես արդեն թե ինչ գույնի են այս պահին մազերը։ Ինչպիսի լուծումներ ես նրա համար պատկերացրել արդեն։ Լուսինեն ունի կլորավուն դիմակից, մի փոքր սխալ է սանրվածքը, այստեղ ես տեսնում եմ կարմիր երանգ, որը որ էլ ավելի տարիք է հաղորդում, մազերը մի փոքր կմկացնենք և դեպի որ երանգ։ Դեպի ավելի շագանակագույն սուրճի երանգ։ Սա ինձ դուր եկավ, Կարինե, համամիտ ես։ Լրիվ համամիտ եմ։ Եվ փոքր ինչ կկարճացնենք, կկտրենք մազափունջ, որը սուր ծայրերի միջոցով կփորձենք ավելի սրություն հաղորդել դիմագծերին։ Կտրուկ փոփոխություններ չսպասենք։ Շատ կտրուկ փոփոխություններ չսպասենք, քանի որ այստեղ տեսնում նաև վնասված մազեր։ Սոնա դիմահարդարվել շատ չի սիրում եւ աշխատանքի բերումով շատ ծանրաբեռնված է, կարծում հենց դրա ժամանակն էլ չունի։ Այն ինչպիսի դիմահարդարում ես նրան պատկերացրել արդեն։ Կարծում եմ Լուսինեին պետք է կատարենք նուրբ դիմահարդարում, բայց այնպիսի ընդգծված տարերով, որպեսզի նրա մոտ ունենանք այդ կտրուկ փոփոխությունը։ Կարծում եմ կկատարենք սմոքիայի տարբերակը, քանի որ ունի փոքր աչքեր, որպեսզի էլ ավելի ընդգծենք ու մեծացնենք աչքերը, ինչպես նաև ունի գեղեցիկ ընդգծված այտոսկրեր, որը դիմահարդարման միջոցով էլ ավելի կընդգծենք։ Շպարվել չի սիրում Լուսինեն, բայց ինչպես Կարինեն նշեց, շատ հաճախ մասնակցում է միջազգային մրցույթներին։ Կարելի է նաև այդ ընթացքում նրան սովորեցնել, թե ինչպես ինքնուրույն կարող է այդ շպարը դիմահարդարումը անել։ Հնարավոր է թե ոչ։ Իհարկե հնարավոր է, քանի որ Լուսինեն շպարվել չի սիրում, ես նրան խորհուրդ կտամ, որ ուշադրություն դարձնի դեմքի խնամքին։ Դրանից հետո արդեն իրեն կսովորեցնեմ, թե ինչպես ճիշտ ու գեղեցիկ ընդգծել իր դիմագծերը։ Հետագանել է կարծում եմ, որ շատ կարևոր է։ Այո, իհարկե։ Կարինե, ինչպիսի երանգներ ես պատկերացնում Լուսինեի համար։ Ես ավելի պաստելային եւ բաց երանգներ կնախընտրեի Լուսինեի համար։ Ես նմանապես, քանի որ կարծում եմ իրենը չէ վառ երանգը իր մասին չէ կարծում եմ։ Այսպես նկարներով նայելիս կարծում եմ նա բավականին նուրբ է, նուրբ հոգի ունի։ Մարտով որ ստեղծագործում է, կարծում եմ իր հակոսն է պետք է լինի իր ստեղծագործության ու իր մասին, իսկ ես կարծում եմ, որ պաստելային եւ նուրբ երանգներն են դրա մասին, որը որ կփորձեմ արտահայտել Լուսինեի կերպարում։ Շատ հեշտ եւ արագ պատկերացրեցինք Լուսինեի կերպարը, առարկություններ չեղան։ Կարծում եմ կարող ենք անցնել հաջորդ փուլի։ Սիրով։
Գայասոնայի հետ առաջին անգամ չէ որ աշխատում ենք եւ կարող եմ ասել, որ կես խոսքից եւ նույնիսկ հայացքից հասկանում ենք իրար։ Այս անգամ էլ շատ հեշտ ստացվեց մեր համագործակցությունը։ Իսկ սկզբանե երեքս էլ կողմ էինք, որ Լուսինեն պետք է ունենա մազափունջ, որը կնրբացի նրա դիմագծերը եւ ավելի կգեղեցկացնի նրան։ Մասնագետների հետ ունեցանք ընդհանուր քննարկում, որից հետո վերջնական ընտրեցինք Լուսինեի ամբողջական կերպարը։ Քանի որ Լուսինեի մազերը վնասված են, սանրվածքի լայն ընտրության հնարավորություն չունենք, այս անգամ շեշտը կդնենք խնամված մազերի վրա, բայց կկատարեմ երանգի որոշակի փոփոխություն, որը կտա դեմքին թարմություն։ Գայի եւ Կարինեի հետ ունեցանք քննարկում, որի արդյունքում հաշվի առնելով նոր ընտրված մազերի երանգը եւ կտրվածքը, ինչպես նաեւ մեր մասնակցի աշխատանքը, որոշեցին կատարել թույլ ավելի թեթև դիմահարդարում, կցանկանամ, որպեսզի Լուսինեն շեշտը դրնի խնամքի վրա, ինչպես նաեւ կցանկանամ կատարենք շատ գեղեցիկ կոնտուրինգ, որը ավելի կընդգծի եւ կարտահայտի Լուսինեի դիմագծերը, նաեւ շատ կցանկանամ որպեսզի այս պարագայում շուրթերը լինեն ավելի արտահայտիչ, կարող են կատարել որևէ խնամք, օգտագործելով թեթև գունային տինտ։ Պաստելային երանգներն ու պարզ համադրությունները այս կեստապահարանի բաղկացուցիչ մասն են կազմում։ Լուսինեն կերպարանափոխության միջոցով փորձում է գտնել իրեն հստակ համապատասխան ոճը եւ ներկայանալ նորովի։ Այսօր նրա կեստապահարանը կվերլուծենք ոճաբան Կարինե Համիդյանի հետ։ Լուսինե, ուզում եմ հենց այս պահին ներկայացնես քո ամենասիրելի համադրությունը հագուստի։ Առօրյա հագնելու ժամանակ այս երկուսն են Կաշվետաբատը եւ այս վերնաշապիկը։ Եվ վերնաշապիկը։ Կարինե, մենք քեզ լսում ենք, շատ ուշադիր։ Բավականին գեղեցիկ համադրություն է իրականում, եթե ավելացնենք աքսեսուարներ, օրինակ ոսկեգույնի փոքրիկ երանգներ, կոշիկ, պայուսակ, շատ կարևոր է տեսնել հագին ինչպես է, որտեղ այսպես բավականին գեղեցիկ համադրություն է։ Իսկ ինչ կասես Կաշվետաբատի մասին։ Երկու կառուցվածքի եւ կազմվածքի համար իրեն պետք է որ շատ սազի։ Լավ, դե արի ուրեմն միասին վերլուծենք ընդհանուր զգեստապահարանը, ինչ է պատմում Լուսինեի մասին։ Լուսինեի զգեստապահարանը բավականին կայացած կնոջ զգեստապահարան է, ով ունի իրականում ճաշակ եւ ոճ։ Լուսինեի խնդիրը ես կարծում եմ Որն է հստակ ոճը, Կարինե։ Էլեգանտ, դասական, կարծում եմ Շատ գեղեցիկ տարերով այստեղ տեսնում եմ շատ գեղեցիկ կոստյում, շատ գեղեցիկ օձիքով, տեսնում եմ հետաքրքիր ձևացքներ, զգեստ։ Այո, հետաքրքիր ձևացքով եւ որակյալ կտորով զգեստ։ Այստեղ եմ տեսնում հետաքրքիր թևեր, սիլուետ։ Ես կարծում եմ Լուսինեի խնդիրը մի փոքր ավելի ներքին անհանգստությունն է, ինքն իրեն նվիրել է աշխատանքին եւ ընտանիքին եւ ներքին անհանգստություն ունի, երբ որ ինքը իրեն շատ նայ հայելու մեջ, երբ որ շատ հագուստին ժամանակ տրամադրի, մյուս գործերը չի հասցնի անել։ Լուսինեն ինքնուրույն չի ընտրել այս զգեստները, այլ իր համար ընտրել են աղջիկները։ Այսինքն ինքնուրույն խանութում դժվարանում է կողմնորոշվել եւ ճիշտ ոճը գտնել։ Ես գրեթե վստահ կարող եմ ասել, որ Լուսինեն այդ ընթացքում իր աշխատավայրում է եղել աշխատելիս եւ պարզապես ժամանակ չի ունեցել իր համար գնաց գեստ ընտրելու, գնումներ կատարելու, իր համար նա այդ ժամանակը համարվում է ոչ պրոդուկտիվ։ Որտեղ է դժվարանում Լուսինե։ Միայն ժամանակը գտնելու մեջ չէ խնդիրը, նաև համոզված եմ, որ գնումների ընթացքում խանութում կողմնորոշվելն է դժվար։ Իհարկե, դժվարանում ես, երբ որ ուզում ես, որ ճիշտ համապատասխանի քո կեցվածքին, կառուցվածքդ մի քիչ փոփոխության է ենթարկում դե տարիների ընթացքում, արդեն կառուցվածքդ որ ճիշտ ներկայացնես էլի, որ շատ հեշտ է իրականում ձեզ համար գտնել ձեր մարմնին կառուցվածքին համապատասխան հագուստ ընդգծելով գոտկատեղը, բավականին գեղեցիկ հասակ ունեք, ուսերը ընդգծելով, գոտկատեղը ընդգծելով եւ մի փոքր պետք է պարզապես գոտկատեղից ներքև լինի, կարծում եմ, հագուստը, որը որ կընտրեք, որպեսզի փակի կոնքի հատվածը։ Դրական խոսքերը շարունակվում են։ Դրական խոսքերը դա ես ասեի, տեսնում եք։ Խնդիրը հենց ձեր մեջ է, կարծում եմ մեկ անգամ մասնագետի այդ աշխատանքը բավարար է լուծելու յուրաքանչյուր խնդիր։ Այստեղ արկա։ Զգացի դա։ Ես վստահ եմ գնումներ կատարելիս կմտածի իմ տորթը մնաց։ Ոչ մեկ չէ։ Չէ, արի միասին խոստանանք, որ այդպիսի բաների մասին չենք մտածելու։ Մեզ մոտ կա պարզ խնդիր, Կարինե, կանացի ոճը ներմուծել դեպի առօրյա։
Այստեղ երևի թե հենց այդ նրբությունն է, որ Լուսինեի ցանկությունը իրականություն դառնա, որովհետև սա կարծում եմ շատ առիթների համար զգեստներն են այստեղ, իսկ առօրյա նրա ջինսետաբատները, շապիկները, պարզ այսօր բացակայում են։ Այո, գծավոր սիլուետներ, իրականում չեմ տեսել գծավոր ֆորմաներով հագուստները, բայց ինչպես հասկացա շատ է սիրում, չի բերել։ Խուսափել է։ Միայն կարող եմ ասել, եթե հորիզոնական գծերը, բնականաբար հորիզոնական գծերը գիրացնում է, ուղղահայաց գծեր, եթե սիրում եք օգտագործել այդ պրինտը, խորհուրդ կտամ ավելի օգտագործել ուղղահայաց դիրքով իրեն։ Իսկ առօրյա կերպարներ կազմելիս պետք է պարզապես մի փոքր ավելացնել աքսեսուարներ, մի փոքր շատ ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ, քանի որ առավոտյան ինչ տրամադրությամբ որ դուք գնաք աշխատանքի, այդ տրամադրությամբ էլ անելու եք ձեր աշխատանքը։ Ես աշխատելու եմ այնպես անել, որ գնումներից նա այնքան հաճույք ստանա, այնքան էմոցիա ստանա, որ անդադ վազի դեպի գնումների եւ տրամադրությունը փոխի, որտեղ իրականում տրամադրության եւ ժամանակի խնդիր է։ Ես կարծում եմ Լուսինեի տրամադրությունը շատ լավ է այս պահին եւ մենք միանգամից կարող ենք անցնել այդ գնումների փուլից։ Սիրով։ Զգեստապարանի վերլուծության ժամանակ Կարինեն ինձ շատ խորհուրդներ տվեց եւ ասաց, որ իմ բոլոր զգեստները համապատասխանում են կանացի ոճին, պարզապես ես քիչ ժամանակ եմ հատկացնում ինձ վրա եւ հիմա գնումների ժամանակ նա ինձ կօգնի, որ մենք կարողանանք ճիշտ գնումներ կատարել, որպեսզի այդ կանացի ոճը կարողանամ ներմուծել նաեւ իմ առօրյայում։ Լուսինեի զգեստապարանը նայելով, կարծում եմ նա ունի բավականին գեղեցիկ հագուստ, որակյալ կտորներից նա շատ լավ զգում է իր կառուցվածքը եւ այստեղ միայն ժամանակի խնդիր է, ներքին անհանգստության խնդիր է։ Իրականում շատ գեղեցիկ ձևվածքներով եւ որակյալ կտորներով հագուստներ ուներ եւ նույնիսկ համադրություններ կային, որոնք որ շատ գրագետ եւ գեղեցիկ էին արված։ Լուսինե, սիրում ես գնումների պահը։ Այո, իհարկե։ Չկա այդպիսի կին, որ չսիրի, այդպես ես մտածում։ Իհարկե։ Մնում է ժամանակը գտնել եւ տրամադրել։ Բայց այսօր շատ ավելի հեշտ է լինելու ամեն բան, որովհետեւ Կարինեն քեզ հետ է լինելու։ Կարինե։ Ես պատրաստ եմ միշտ օգնել Լուսինեին, իհարկե, նա ունի բավականին գեղեցիկ ոճ, բավականին գեղեցիկ արտաքին, պարզապես ժամանակ չի գտնում իր համար։ Հիմա կարծում եմ այն պահն է, որ պետք է ինքն իրեն ժամանակ տրամադրի, առանց դարվելու ընտրի այն, ինչ ինքը սիրում է իրականում։ Այլ ոճով հաղորդումը օգնել է Լուսինեին, որպեսզի նա գտնի այդ ժամանակը եւ այսօր իրականացնելու են գնումների հատվածը եւ առաջարկում Լուսինե բաց լինել բոլոր փոփոխություններին։ Ինչ առաջարկի Կարինեն, միանգամից վերցրու ասա այո, Ես ակույն սիրով վստահում եմ Կարինեին, ինձ թվում է Կարինեն գտել է այն իմ ներքին զգացողությունը ու արտացոլելու է արտաքինիս վրա։ Մենք պատրաստ ենք։ Ես շատ կուզեմ Լուսինեին տեսնել կիսաշրջազգեստներով, կիսաարևաձև, արևաձև, կոստյումներով, գոտկատեղը ընդգծող։ Դե Կարինեն, երբ խոսում է կիսաշրջազգեստների մասին, ես միանգամից հասկանում եմ, որ Լուսինեի ցանկությունն է, որովհետև շատ է իր ուզում կանացի ոճը, չէ՞։ Ես շատ ուզում եմ իրեն տեսնել այդպիսի կանացի ոճում, որպեսզի նոր շունչ տանք իր կերպարին, իր կյանքին, իր աշխատանքին։ Կարծում եմ դա շատ նպաստելու է։ Ես համոզված եմ, որ այդպես է լինելու։ Լավ, փորձենք այդ երեկոյան կիսաշրջազգեստը։ Կարող է զգեստներ լինել։ Ինչու ոչ։ Կարծում եմ զգեստներ շատ կստացի ձեր կառուցվածքին, կուզեմ անպայման փորձեք։ Շատ լավ։ Լուսինեի աչքերը հուշում են, որ շատ նրան դուր է եկել։ Լուսինե, սա պահեք, բայց կարող ենք օրինակ իր հետ որևիցե այսպես կարող ենք իհարկե համադրել։ Նույնիսկ կարող ենք կարմիր փոքրիկ աքսեսուար ունենալ իր հետ, որպեսզի ընդհանուր երանգը բացենք։ Եկեք փորձենք, իրականում շատ գեղեցիկ սիլուետ ունի։ Շագանակագույն փեսեր։ Շագանակագույն։ Կարծում եմ սա կարող ենք փորձել, որտեղ իր գործվածքը մի փոքր ավելի հաստ է, որը որ իր սիլուետը ավելի կայուն է դարձնում։ Ես համաձայն եմ։ Լուսինե, դու։ Իհարկե։ Դետայլ վերցրու։ Իսկ պիջակներ գոտկատեղ ընդգծող անպայման կուզեմ փորձենք, որովհետև սա էլ եմ վերցնում։
շատ գեղեցիկ հասակ ունի Լուսինեն, որը պետք է ընդգծել գոտկատերի միջոցով։ Եվ մնաց աքսեսուարներից պայուսակը կարծում եմ ամենակարևոր աքսեսուարը, երբ տանից դուրս են գալիս, բայց ես առաջարկում եմ, որպեսզի Լուսինեն ընտրի։ Համաձայն եմ։ Այո։ Մենք այստեղ Իսկ ասում գիտեմ որն է ընտրելու։ Փոքրիկ պայուսակ, բայց աշխատանքի առումով ամեն ինչով հասցնում Պայուսակ շատ չեմ բռնում, հիմնականում տեսնում ես։ դրա համար սիրում եմ փոքրիկը։ Ինձ թվում է ես եմ մի քիչ խոշոր եմ։ Ես վերցնում եմ Կարինին։ Եկեք փորձենք, բայց ես նաև կուզեմ անպայման մեծ պայուսակ փորձենք, որովհետև այստեղ ունենք բավականին արտահայտված հասակ, կառուցվածք, որը որ մեծ պայուսակը պետք է որ շատ համադրելի ու գեղեցիկ լինի։ Տաքուկ շապիկը մեր ձմեռային եւ աշնանային զգեստապարանի ամենաանփոխարինելի իրերից մեկն է։ Այն այնքան ունիվերսալ է, որ կարելի է համադրել տարբեր ոճերով։ Ես առանձնացրել եմ մի քանի գաղափար, որոնք հետաքրքիր տեսք կհաղորդեն ձեր սիրելի շապիկին։ Կարինեի հետ գնումների ժամանակ շատ օրը հետաքրքիր անցավ ու ոչ պարտադրող, շատ հաճելի մտչավ այրում։ Նա ինձ խորհուրդներ տվեց, որ ես կարողանամ իմ կառուցվածքին համապատասխան ճիշտ հագուստներ ընտրեմ, գունային ինչ գամաներ ընտրեմ եւ ընդհանրապես հաղորդման շրջանակներում եղած ամեն ինչ ինձ համար շատ հետաքրքիր էր եւ հաճելի։ Գնումների փուլում Լուսինեն սկզբնական շրջանում բավականին կոմպլեքսավորված էր եւ վստահել էր ինձ միայն հագուստի ընտրությունը, բայց կարողացանք գալ նրան, որ նա նույնպես հաճեք ստանա գնումներից, նայի այն մոդելները, որոնք որ հավանում է, որտեղ մինչ այս իր համար գնումներ կատարել են նրա աղջիկները, բայց այս անգամ կարողացանք նրան համոզել ընտրել հագուստներ, փորձել, հաճեք ստանալ այդ process-ից, որը բավականին բարձրացրեց նրա դրամատրությունը եւ կարողացանք ստանալ շատ հետաքրքիր կերպար նրա համար։ Ուրախ եմ, որ Լուսինեն իր ծանր աշխատանքային առօրյայում կարողացել է ժամանակ տրամադրել իր մաշկի խնամքին։ Նա ունի բավականին գեղեցիկ եւ խնամված մաշկ, այդ իսկ պատճառով չեմ ցանկանա, որպեսզի նա օգտագործի առօրյայում ավելի խիտ տոնայիններ։ Տոնայիններից խորհուրդ կտամ, որպեսզի օգտագործի BB կամ CC կրեմներ, ինչպես նաեւ խորհուրդ կտամ, որպեսզի օգտագործի ավելի կրեմային կոսմետիկ նյութեր։ Լուսինեի դիմագծերը շատ գեղեցիկ կլինի, որպեսզի ընդգծենք գեղեցիկ կոնտուրինգով։ Այդ օսկրերը մի փոքր կարմրաներկով կտա ավելի արտահայտիչ եւ թարմ տեսք։ Կոնտուրինգի միջոցով կցանկանամ ավելի ընդգծել դիմագծերը, ինչպես նաեւ շեշտադրել հայացքը։ Շրթներկի փոխարեն Լուսինեին խորհուրդ կտամ օգտագործել խոնավեցնող բալզամներ, որին կարող ենք ավելացնել մի փոքր գունային թինտեր, ինչը ավելի թարմություն կտա դեմքին։ Լուսինեի աչքերի հատվածում կաշխատենք ստվերյան ներկերով, անկյունային հատված ավելի կմուքեցնենք, որպեսզի խոշորացնենք ու ընդգծենք աչքի հատվածները։ Դիմահարդար ինձ խորհուրդ տվեց առօրյա կյանքում հիմնականում շեշտը դնեմ խնամքի միջոցների վրա, իսկ առիթների ժամանակ ավելի շատ շեշտը դնեմ աչքերի հատվածում։ Քանի որ Լուսինեի մազերը բավականին վնասված են, փոքր-ինչ կկարճացնեմ Լուսինեի մազերը, որից հետո կանենք երանգի փոփոխություն, միատոն երանգավորում կկատարենք, դիմային մազափնջի միջոցով թարմություն կհաղորդենք դիմագծերին։ Լուսինեին խորհուրդ եմ տվել, որպեսզի կատարի տնային խնամք մազերի, ինչպես նաև սալոնային խնամքից օգտվի, որպեսզի հետագայում արդեն մազերը կարողանան ենթարկել գլոբալ փոփոխության։ Գայանի հետ շփման ժամանակ Գայան ինձ բացատրեց, որ իմ մազերը մի փոքր վնասված է, դա մի քիչ կկարճացնի, դիմային մազափունջ կավելացնի, իսկ գունային երանգի հետ կապված դեռ չգիտեմ, ես ինքս էլ սպասում եմ արդյունքին ու լիովին վստահում եմ Գայանին։
Կարինե Լուսինեի կերպարանափոխությունը մոտեցավ ավարտին եւ Լուսինեն ուներ հստակ ժամանակի խնդիր եւ մեզ հարկավոր էր պրակտիկ, բազմաֆունկցիոնալ համադրություններ։ Որքանով է ստացվել քեզ մոտ։ Լուսինեն ոչ միայն ժամանակի խնդիր ուներ, այլ նաև կարծում եմ ներքին անհանգստություն ուներ, լարվածություն էր իր աշխատանքը չհասցնելու, ուրիշներին նվիրելու այդ ժամանակը կարծում եմ իր հետ աշխատելու ընթացքում մի փոքր այլ շեշտադրում ենք դրել, որպեսզի նա հաճույք ստանա գնումների փուլից, հաճույք ստանա ինքն իրեն խնամելուց, երբ խնամված ես աշխատում, երբ գեղեցիկ ես աշխատում, կարծում եմ դրանից աշխատանքը միայն դեպի լավն է գնում եւ ավելի լավ աշխատանքներ է ստեղծում։ Այս դեպքում կարծում եմ հաջողվել է։ Հուսամ, որ հեշտ էր Լուսինեի հետ աշխատելը։ Ես կարծում եմ զգեստապահարը վերլուծելու ընթացքում մենք դա ինքներս բոլորս հասկացանք եւ որքանով է ստացվել նրա ցանկությունները իմի բերել, այդ կանացիությունը, հասակը ընդգծել, որովհետեւ նրա հետ զրույցների ընթացքում հասկանում էինք, որ այդ երկուսը շատ կարեւոր էին իր համար։ Ստեղծել ենք իր համար էլեգանտ կանացի կերպար, ոճային կերպար, որը կարծում եմ ինքներդ հիմա կտեսնեք, կհամոզվեք, թե ինչքան է սազում իրեն։ Ես անհամբեր սպասում եմ։ Լուսինե։ Շատ հմայիչ է Լուսինե եւ շատ կանացի կերպար է ստացվել իրականում, պետք է ասեմ։ Ես էլ եմ շատ հավանում, շատ իսկապես շատ գեղեցիկ է ստացվել։ Իմ կարծիքով իրական կատարյալ գեղեցիկ կնոջ կերպար է ստացել։ Մեր սիրելի Կարինեն, շատ շնորհակալ եմ։ Կանացիությունը զգում եք այս պահին։ Իհարկե։ Եվ ես համոզված եմ, որ այս կերպարով Կարինե շատ հնարավոր է եւ շատ հարմար է նաեւ գնալ գործնական հանդիպումներին։ Ինչու ոչ։ Իհարկե։ Հատկապես երբ Լուսինեն մեր երկիրն է ներկայացնում արտասահմանյան մրցույթների, մասնակցում կարծում եմ հիանալի կերպար է Հայաստանը ներկայացնելու համար։ Կարինեի հետ գնումները մի հատ յուրահատուկ հաճելի զգացողություն առաջացրեց իմ մեջ, նույնիսկ ճաշակ արթնացրեց։ Իսկապես շատ շնորհակալ եմ։ Իսկ հավես չարթնացրեց, որ յուրաքանչյուր անգամ պետք է գնալ այդ գնումների ժպիտով, հավեսով։ Հավես միայն Կարինեի հետ։ Կարինե, սպասիր զանգի Լուսինեի կողմից։ Ինքս ինձ մտածում եմ, ասեմ, միգուցե ես Կարինեի հետ գնամ գնումների ու դա ինձ համար իսկապես մեծ բավականություն է տվել։ Որովհետև այնպիսի հագուստներ կար, որ ես ինքս չէի մտածի, որ դա կարելի է մեկը մեկի հետ համադրել, բայց Կարինեն այնքան ճշգրիտ էր, նույնիսկ չափսերի հարցում, իսկապես շատ շնորհակալ։ Ինչ հետաքրքիր է Լուսինեին տեսնել հիմա ավելի մուգ վարսերով, որովհետև զրույցի ընթացքում պատմում էիր, որ նաև ունեցել ես շեկ մազեր, բայց կարծում եմ այս մուգը էլեգանտություն է տալիս եւ կանացիությունը ել ավելի է ընդգծում, պետք է ասեմ։ Լուսինե, ես եւ Կարինեն պնդում ենք, որ անպայման վաղը պետք է ժամանակը գտնես եւ որևիցե հետաքրքիր վայր այցելես։ Այն նման կերպարով, նման հագուստով ուր կգնայր։ Հիմա ինձ համար նոր ժամանակ եմ բացել, նոր էջ եմ բացել ու ամեն ամիս որոշել եմ թատրոն գնամ ու այս անգամ արդեն տոմսերը գնել եմ եւ թատրոնում։ Կարինե, ես շնորհավորում եմ։ Ձեզ մոտ ստացվել է։ Իսկապես ստացվել է։ Դրնից այն կողմ ով է մեզ սպասում, Լուսինե։ Աղջիկս։ Որովհետև հենց աղջիկդ է պնդել, որպեսզի մասնակցես այլ ոճով հաղորդմանը։ Չչարաշահ ենք նրա համբերությունը եւ ինձ մնում է քեզ մաղթել, որպեսզի այս նոր ոճը օգնի քեզ այդ հավասարակշռությունը գտնես թե աշխատանքի եւ թե անձնական կյանքի միջեւ։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շատ սիրուն ես։ Ես սիրուն ես։ Պատտվի տեսնեմ։ Հրաշք։ Շատ ասան։ Կոստյումս հավանում ես։ Հիանալի է, շատ ասազան։ Հələ ինչ գեղեցիկ է կոնքերը։ Շատ սիրում ես։ Հիանալի է սղակի։ Ես բարիս։ Շատ հավանեցի ստացված արդյունքը, մայրիկս նոր կերպարում իսկապես շատ թարմ եւ նորավոր տեսք ուներ եւ կարծում եմ, որ ոչ միայն արտաքնապես էր նա ավելի ինքնավստահ, այլ նաեւ ներքուստ նրա ինքնավստահությունը ավելի բարձրացել էր։ Շատ շնորհակալ եմ իմ կերպարանափոխությունից, ինձ ամեն ինչ շատ դուր եկավ այն, որ ես նորից սկսեցի սիրել ինձ հայելու մեջ նայել, դա ինձ մեծ ուժ տվեց որպես կին,
Շատ հաճելի էր աշխատելը թե ոճաբանի հետ, թե վարսահարդարի եւ թե դիմահարդարի հետ, բոլորը պրոֆեսիոնալ էին եւ ամեն բան հասկանում էին, թե այս պահին ինձ ինչ է հարկավոր, թե իմ հագուստի հարցում, թե մազերիս եւ թե դիմահարդարման մեջ։